Արիերեկո ժամը 20-ն է ազատության շաբաթօրյա եթերը շարունակում է լրատվական կենտրոնը։ Սամվել Կարապետյանը այլևս պետք է լիներ ազատության մեջ։ Իրավապահները Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել, թեև վերաքննիչ դատարանը դրա հիմքերը չէր տեսել։ Այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված։ Երևանում անցկացված աղոթքի նախաճաշին վարչապետն ընդգծել է ամերիկյան միջնորդությամբ հաստատված խաղաղությունը։ Հիսուս Քրիստոսը ասում է. «Մտեք նեղ դռնով»։ Բագրատ Գալստանյան, Archbishop Mikhail Ajapahyan. Աղոթքի մասնակիցներին թույլ չի տրվել տեսակցել բանտարկված հոգևորականներին։ We see a progression in the state's campaign against the church. Կկարողանա ուժերը վերադասավորել Գյումրու ավականին, որպեսզի չկորցնի իշխանությունը։ Ռուսները անօդաչուների լայնածավալ գրոհ են իրականացրել Կիևի ուղղությամբ։ Իրավապահները միջնորդել են կրկին երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը։ Ռուսաստանաբնակ գործարարը բանտում հայտնվեց, երբ հայտարարեց, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը։ Իշխանազավթման մեղադրանքին հետագայում ավելացվեց նաև փողերի լվացումը։ Վերաքննիչ դատարանը այս մասով կալանքի անհրաժեշտություն չէր տեսել, Վճռաբեկ Ատյանը շտապել է այլ դիրքորոշում հայտնել, ինչը ըստ փաստաբանների քաղաքական հրահանգի խոսունապացույց է։ Եթե ունես մի հատ կոչի դրվագ, որը ինքնին աբսուրդ է, ամեն գնով ստացել ես 5 ամիս կալանք, տնտեսական բնույթի մեղադրանքներ ունես, որոնք հիմնավոր կասկածի շեմ չեն հաղթահարել, հիմա ինչ պետք է անես։ Վճռաբեկ դատարանն աննախադեպ արագությամբ 20 օրվա ընթացքում քննելու որոշել է գործարար Սամվել Կարապետյանին տնտեսական մեղադրանքի հիմքով կալանավորելու հիմնավոր կասկած կա։ Ըստ պաշտպանական խմբի որոշումն անմիջապես փոխանցել են քննիչին, որ նա էլ գործարարի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ հասցնի դատարան դիմել, բայց դատական բարձրագույն մարմինը պաշտպանական կողմին որոշման մասին չի էլ տեղեկացրել։ Հասկանում եք, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ, սահմանադրական մարմին, արդարադատության տեսանկյունից բարձրագույն ատյան, որին կարողանում են փաստացի օգտագործել միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի պաշտպանական խումբը Վճռաբեկի որոշման մասին տեղեկացել է պատահմամբ, հայտնաբերել է քննիչի միջնորդության էջերում։ Այդ նյութերը նայելուց մեկ է հասնում ենք վերջին հատողին, մեկ էլ տենանք վայ, Վճռաբեկ դատարանի որոշում։ Ես խորը մտավախություն ունեմ եւ տաղաստված, որ այդ մտավախությունը երբևէ չհաստատվի, որ այս որոշումը չի գրվել Վճռաբեկ դատարանում։ Վճռաբեկ դատարանի դատավորները 14 հատորանոց գործի նյութերին, չգիտեմ այն ժամանակ քանի հատոր էր։ 14 էր։ Հատոր գործի նյութերին չեն էլ ծանոթացել։ Փողերի լվացման մեղադրանքի դրվագով թե առաջին, թե վերաքննիչ դատարանները որոշել են, որ Սամվել Կարապետյանի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկած չկա։ Փաստաբաններից Արշակ Վարդանյանը, որ նախկին դատավոր է, ասում է, դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ողջամիտ տվյալ, որ Կարապետյանը կազմակերպչական գործառույթ ունենա։ Ինչ է ստացվում, այսինքն ցանկացած հանցանքի համար մեկ ուրիշ անձի կարելի է դիտարկել որպես կազմակերպիչ, մեղադրանքի որոշման մեջ նշել կազմակերպիչ բառը առանց մեղադրանքի փաստական նկարագրությունը նշելու, զուտ կազմակերպչի մասով եմ ասում, եւ այդ մարդուն պահել տևական ժամանակ արգելանքի տակ, կալանքի տակ, մինչեւ նախաքննության ավարտը կամ չգիտեմ, մեղադրական վերդիկտ կայացնելը կամ արդարացման վերդիկտ կայացնելը։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, Տաշիր գրուպի սեփականատերը ազատությունից զրկվեց 5 ամիս առաջ, եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Վարչապետ Փաշինյանը անմիջապես արձագանքեց նրա մեկնաբանությանը, հրապարակային սպառնալով ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին, ու նույն օրը ոստիկանները շղթայեցին նրա առանձնատունը, հետո էլ ձերբակալեցին, կալանավորեցին ու ավելացրեցին փողերի լվացման մեղադրանքները։ Այն, որ այս գործում քաղաքական հետապնդման բաղադրիչը անհերքելի է, անվիճելի է։ Կարապետյանի գործը նրա պաշտպանական խումբը որակում է քաղաքական ու անձնական վրեժխնդրություն։ 53 քննիչից բաղկացած խումբը մինչև հիմա առերեսում էլ չի կազմակերպել, երբ փաստաբանները 20 միջնորդություն են ներկայացրել։
ոչ մի նման գործողություն առերեսում եւ այլ չի կատարվել։ Պաշտպանական խումբը պնդում է գործարար Կարապետյանին ազատությունից զրկել են քաղաքական պատճառներով վարչապետ Փաշինյանի ցուցումով։ Պաշտպաններն այսօր հայտարարեցին, թե քննիչները բացահայտ խոստովանում են, չեն հարցաքննում վկաներին, որ հնարավոր է Կարապետյանի օգտին խոսեն։ Դատարանում էլ նրա օգտի նյութերը չեն ներկայացրել։ Երբ որ ես հարց հնչեցրեցի, այ կարող պատասխանել ինչն է պատճառը, որ այս անձին չեք հարցաքննել եւ հիմք եք ստեղծել կալանքի ժամկետը երկարացնելու։ Քննիչը բարձրացավ եւ հայտնեց, քանի որ այդ անձը ձեր օգտին է ցուցմունք տալու։ Քննիչը պարտավոր է հավաքել ինչպես մեղադրական բնույթի ապացույցներ, այնպես էլ այդ անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ։ Եվ այդ իր հավաքած ապացույցների փաթեթը եթե կալանքա ներկայացնում, կալանքի ժամանակ ներկայացնի դատարանին, որ դատարանը կարողանա կողմնորոշվել, այս մարդուն կալանավորումա թե չէ։ Բայց մի մենք ստեղ ունենք իրավիճակ, որ քննիչը իր բերանով ասում է, որ ես այդ մարդկանց չեմ քննում, քանի որ ձեր օգտին էին ցուցմունք տալու։ Որ գործը քաղաքական է ու Կարապետյանի մասին վարչապետի հայտնի գրառումները ցուցումներ են իրավապահներին, քննչականի ղեկավարը համաձայն չէ։ Դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Ֆորբսի ցանկով միլիարդատեր Կարապետյանը ազատությունից զրկվելուց հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացավ։ Ազգային անվտանգության ծառայության նկողից հայտնեց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրության մասին։ Կարապետյանը շարժում է ստեղծել, հունվարից կուսակցություն կունենա ու կմասնակցեն 2026-ի համապետական ընտրություններին։ Միաժամանակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկու օր քննելով Սամվել Կարապետյանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկելու հարցը 3 ուշ գիշերին ի վերջո ընդհատեց նիստը տեղի տալով դժգոհություններին։ Երկուշաբթի շարունակելու են ուսումնասիրել ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի բողոքները խախտումների մասին։ Մինչդեռ հեծում սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց են համարում ընդդեմ բանտարկված Կարապետյանի։ Ուրեմն ես արդեն չեմ խնդրում, հիմա պահանջում եմ իրականում, որովհետև 8 ժամից ավել վարչական նիստ է գնում, 8 ժամից ավել միանվագ այսքան աշխատանքային օրը 8 ժամ, քրեական գործով հարցաքննություն 8 ժամից ավել չի կարող տևել։ Հետևաբար խնդրում պահանջում եմ, այսօր չեն կարող շարունակել, վաղ առավոտից շարունակենք, երկուշաբթի առավոտից շարունակենք, օբյեկտիվորեն չի կարող համարվել ողջամիտ գործընթաց, որ 8 ժամից ավել այսքան մարդ գտնվի մի սենյակում եւ շարունակի այս գործընթացը առանց ռեալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Օրենսդրության խախտում կլինի, որ շարունակենք աշխատանքային օրենսգիրքը սահմանում է արտաժամյա մեջ բերեք կոնկրետ կետը օրենսգիրքի 146-րդ հոդված արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը հետեւյալն է 2 օրվա մեջ իրար հետ 4 ժամից ավել արտաժամյա աշխատանք չի կարող լինել։ Այսօր մենակ արդեն 6 ժամ արել ենք արտաժամ։ Այսօր արդեն միայն արել ենք միայն 6 ժամից ավել։ Դառնում է հարկադիր աշխատանք, որը արգելված է։ Տեսչական մարմինը աշխատանքի շատ հանգիստ կարող է մեզ տուգանել։ Ձեզ տուգանել, որ ձեր աշխատակազմի աշխատողները այսօր արտաժամյա նստած են։ Ասեմ ավելին, արտաժամյա աշխատանքի հիմքեր էլ չկա, իրանք կամավոր են ենթադրվում այստեղ նստած, բայց գրավոր իրանք համաձայնությունը չեն տվել, որ նիստերի վարման կարգը որևէ սահմանափակում չի ներառում իր մեջ, եւ ես նիստերի վարման կարգից ելնելով կարող եմ շարունակել նիստը։ Մենք եթե շտապում ենք ինչ-որ տեղ ուզում ենք որոշում կայացնել, մենք չմասնակցենք այս process-ին, որոշեք, որ զրկվածը ավարտենք։ Էլ եմ ասում, շարունակում ենք երկուշաբթի օրը, առավոտից սահմանեք օրակարգ, ժամանակներ, ողջամիտ ժամկետ տվեք բոլոր կողմերին, ելույթները ավարտենք, գնացեք որոշում կայացրեք։ Նաև հանձնաժողովի անդամներին տրաֆիկինգի մի ենթարկեք։ Որևէ մեկը տրաֆիկինգի չի ենթարկում, նստեք խնդրում եմ պարոն Օրբելյան։ Ես 2 րոպե կանգնեմ կնստեմ։ Հա, շատ լավ, եթե օգնել եք։ Այլ թեմաներ Երևանում անցկացվեց աղոթքի նախաճաշ ամիսներ առաջ Միացյալ Նահանգներում մասնակցելով նման միջոցառման վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն նաև Հայաստան է բերել օգտվել առիթից խոսելու ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին։ Խաղաղության գործընթացը հիմա երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է փետրվարին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի եւ նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշի միջև։ Եվ սա ես չեմ կարող մեկնաբանել, ես ընդամենը սա ներկայացնում եմ որպես փաստ, որպես վիճակագրություն,
որը թերևս ունի, գուցե ունի ինչ որ հոգևոր նշանակություն եւ իմաստ։ Եվ իմիջ այլոց շատ հետաքրքիր էր, որ Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշում հանդես եկան ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, հետո ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը հետագայում պիտի վճռական եւ առանցքային նշանակություն ունենար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Միթե պատահականություն է, որ այդ գործում վճռական նշանակություն ունեցան այն մարդիկ, ովքեր մասնակցում էին աղոթքի փետրվարի նախաճաշին եւ կարծում եմ հենց խաղաղության ճանապարհը այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված, հեշտ չի գնալ, իհարկե հեշտ չի գնալ այդ ճանապարհը։ Բայց նաեւ մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսը ասում է. մտեք նեղ դռնով, որովհետեւ ինչքան լայն են դռները, այդ լայն դռները տանում են դեպի կործանում, որքան նեղ է դուռը, այդ նեղ դռնով մտնելը տանում է դեպի փրկություն։ Աղոթքի նախաճաշին մասնակցող քրիստոնեական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները հանդիպել են նաև ամենայն հայոց կաթողիկոսին, որի պաշտոնավարումը իշխանությունները չեն ընդունում։ Կազմակերպությունը ցանկություն է հայտնել կալանավայրում տեսակցել Միքայել Բագրատ եւ Մկրտիչ սրբազաններին ու գործարար Սամվել Կարապետյանին, բայց մերժվել է։ Our intention was to document the conditions of their detention. Մեր նպատակն էր փաստագրել նրանց պահման պայմանները, գնահատել նրանց վիճակը եւ հասկանալ, թե ինչի համար են նրանք մեղադրվում։ Բայց արդարադատության նախարարությունից մեզ ասացին, որ չեն թույլատրում այցելել բանտարկված հոգեվորականներին եւ մյուսներին։ Ընդ որում ամսի 13-ով թվագրված նամակը մեզ միայն 3 նոյեմբերի 14-ին է ուղարկվել։ Նշված էր, որ մեր դիմումը արդարադատության նախարարության իրավասություններից դուրս է։ Մենք իրավաբանների հետ ենք խորհրդակցել եւ մեզ ասացին, որ դա փաստացի այդպես չէ։ Մեզ մասնակի տեղեկատվություն են տվել, թե ինչպես կարող ենք հետագայում դիմել ու այցելել ազատազրկվածներին։ Մտադիր ենք նորից դիմել, որպեսզի տեսակցենք նրանց։ Մենք չենք կարող լռել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, այն էլ մի քաղաքում, որտեղ աղոթքի նախաճաշ են անցկացնում վարչապետի հովանավորությամբ։ Մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ արշավը աճում է։ We see a progression in the state's campaign against the church. Վարդան Ղուկասյանի եւ ավականու անդամ նրա թիմակիցների կալանավորումից հետո Գյումրու կառավարումը կարող է ճգնաժամ մտնել ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիրը բոյկոտել է նախորդ նիստը։ Եթե շարունակի առաջիկա 3 ամիսներին ընդդիմության շարքերում էլ բացակայողներ լինեն, ավականին կլուծարվի։ Այս շաբաթ ՔՊ-ի ջանքերով տապալված նիստից հետո Գյումրիի ավագանու մանդատից հրաժարվել է մեր քաղաքը դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանը։ Միանգամից ասեմ, որ որևէ քաղաքական զարգացումներ, սցենարներ չկան։ Նարեկի մանդատը վայրտնելու հարցը բացառապես անձնական խնդիր է։ Միրզոյանի դիմումն արդեն ընդրատարածքային հանձնաժողովում է։ Նրա հետ զրուցել չհաջողվեց, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Գյումրիում սակայն լուրեր են շրջանառվում, որ Միրզոյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ են եղել, բայց ոչ թե իր թիմից, այլ իշխանական թևից։ Լիզա Գասպարյանը բացառեց սա։ Սա անձնական որոշում է, մենք իհարկե խրեցինք, որովհետև ինքը մեր իրավական բլոկն էր ապահովում։ Գյումրիի ավագանու ընդդիմադիր թևում վերադասավորումներ են, որը սկսվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բանտարկությունից հետո։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Կոմկուս խմբակցության 3 անդամ մանդատից հրաժարվեցին։ Երկուսի դեպքում մանդատն արդեն փոխանցվել է հաջորդ համարին։ Ընդդիմադիր թևն այս պահին 16 մանդատ ունի, եթե ՔՊ-ն շարունակի բոյկոտել նիստերը, ապա նրանցից մեկի բացակայությունն էլ հանգեցնում է քվորումի բացակայության ու նիստի տապալման։ Այդպես եղավ օրինակ այս շաբաթ Նարեկ Միրզոյանի բացակայության օրը։ Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին է փոխանցվելու Հասմիկ Խաչատրյանին, բայց պարզվում է նա էլ ընդրատարածքային հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ինչ որ պետք է երկրից բացակայի, այդ հիմնավորումն է մանդատի վայր տնելու արձանագրությունը ստանալուց հետո
օրենքը մեզ սահմանափակում է, բայց դիմումների քննարկման մասով օրենքը չի սահմանափակվում, կարող է մենք անենք մի շաբաթ հետո, կարող անենք 10 օր հետո դիմումի պատասխանը կնա։ Եթե հանձնաժողովը նոյեմբերի 17-ին նիստում չքննի Հասմիկ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը, ապա Նարեկ Միրզոյանի մանդատը նրան է փոխանցվելու։ Մեր քաղաքը խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն այնինչ պնդում է Հասմիկ Խաչատրյանն ավելի շուտ է դիմում ներկայացրել ու կարծում է հանձնաժողովը պետք է նախ նրա դիմումը քննի, հետո նոր մանդատի տրամադրման հարցը։ Մենք կլինենք այդ օր անպայման նիստում, անպայման այս պահին մեր իրավաբանական թևը եւս դրա վրա աշխատում է, որ ամեն բան լինի ըստ օրենքով, որևէ մանիպուլյացիա, որևէ ինչ-որ բան, այդպես ստորակետ օրենքի մեջ տեղափոխելով եւ ասել, որ ինչ-որ բան դա չի լինի։ Այդուհանդերձ, եթե հանձնաժողովը մանդատը տրամադրի Հասմիկ Խաչատրյանին, վերջինս մանդատից կհրաժարվի։ Անդիշ չի, Հասմիկ Խաչատրյանը կվերցնի, դիմում կգրի, կհրաժարվի իր մանդատից, հետո իրենք ըստ իրենց ցանկության երբ ուզեն նիստ կգումարեն, Հասմիկ Խաչատրյանին կհանեն ցանկից, որևէ խնդիր չկա։ Արդյոք մեր քաղաքը խմբակցությունում քաղաքական խմորումներ են։ Լիզա Գասպարյանը սա եւս բացառեց ու վստահեցրեց, որ իրենց 6 մանդատը կապահովեն։ Եվ որպեսզի էլի նույն խնդրեմը չունենանք, որ Հասմիկը երկրում չլինի, բայց նիստ գումարվի եւ այլն էլի այդ նույն խնդրեմը ունենանք, Հասմիկը ցուցակից դուրս է գալիս, որ լինի այն մարդը, ով որ կլինի միշտ քաղաքում կփորձի միշտ լինել, էլի այսպես ասած, զուտ այդ պատճառն է։ Մանդատից հրաժարվելու հաջորդ դիմումը Կոմկուս խմբակցության կալանավորված անդամ Տիգրան Ավագյանինն է, ով կալանավորված է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ Ընտրատարածքային հանձնաժողովը 7-օրյա ժամկետում նրա մանդատը հաջորդ համարին կփոխանցի։ Հերթական հաջորդ համարը Մկրտչյան Արտյոմն է։ Կոմկուսից նաև ինքնաբացարկի դիմում կա Կալանավայրից, ցուցակի 13-րդ համար Արա Ավետիսյանից։ Քրեակատարողականի պետը օժտված է նաև նոտարի լիազորություններով, ինքը երբ որ կնիկած ստորագրած դիմումը ուղարկում է մեզ, դա համարվում է նոտարական վավերացում։ Իսկ ՔՊ-ի ցուցակի 83-րդ համարի Հմայակ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը մերժվել է, թե ինչու է ինքնաբացարկ հայտնել պատճառը ՔՊ խմբակցությունից պարզել չհաջողվեց։ Մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ դիմումը մերժել են, քանի որ ինքը չներկայացավ, դրա համար իր դիմումը մերժվեց։ Հիմա Գյումրիի Ավագանիում ընդդիմադիրների ձայները 16 է, մանդատները հաջորդող համարներին փոխանցելուց հետո կդառնա 18-ը։ Առայժմ պարզ չէ, ՔՊ-ն շարունակելու է բոյկոտը, թե ոչ։ Վերջին նիստից հետո նրանք իրենց բոյկոտի պատճառն այդպես էլ չբացահայտեցին։ Եթե Ավագանու նիստերը 3 ամիս տապալվեն, Ավագանին կլուծարվի ու նոր ընտրություններ կնշանակվեն։ Միջազգային լրահոսից անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով Կիևին հասցված հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, շարունակվում են նաեւ մարտերը Պոկրովսկի համար, որը Մոսկվան ռազմավարական է համարում Դոնեցկի երկու խոշոր քաղաքների՝ Կրամատորսկի եւ Սլովյանսկի ուղղությամբ հարձակումների համար։ Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը Լուկոյլը բանակցություններ է վարում իր օտարերկրյա ակտիվների վաճառքի շուրջ։ Ընկերության արտերկրյա դուստր ձեռնարկությունները խնդիրների էին բախվել Միացյալ Նահանգների սահմանած վերջին պատժամիջոցների պատճառով։ Ամերիկյան կողմն իր հերթին Լուկոյլի համար ժամանակավոր բացառություն է արել, ինչը ռուսաստանյան ընկերությանն ավելի շատ ժամանակ կտա ակտիվների վաճառքի համար։ Հայաստան վերադառնանք եւ բացառիկ մի հիվանդության մասին, որ անասելի դժվարություններ է հարուցում ոչ միայն ախտորոշումն ունեցողների, այլև նրանց խնամողների համար։ Հայաստանում ընդամենը 12-ն են, բուժումը շատ թանկ է, պետությունը չի ֆինանսավորում։ Ընկեր Իսրայելյանը թվային գրագիտության ուսուցիչը ամեն անգամ Արմենին գրկած դասի է բարձրացնում, երկրորդ հարկում են համակարգիչները, 9-ամյա տղան զվարթ շփտում է, չի պատկերացնում, ինքը մեծանում, ծանրանում է, իսկ ընկեր Իսրայելյանը ջահել չի մնում, շուտով պիտի Արմենի եղբորն էլ գրկած դասի տանի։ Ողնուղեղային մկանային ատրոֆիա հազվադեպ հանդիպող այս հիվանդությունն է բաժին հասել երկու հարազատ եղբայրներին, 8 և 9 տարեկան են, Ռանչպարի դպրոցում են սովորում և լավ են սովորում, ուսուցիչները նրանց միայն գովում են։ Ապրի Արմենը, ապրի, շատ ճիշտ է, մեր Արմենն էլ շատ խելացի լավ բանիկ է։ 5
գումարեցին 9 ստացանք, ինչ Արամ ջան։ 18 Գեղեցիկ ձեռագիր ունի, պարզապես մեր սեղանը հարմար չի։ Եթե մի բան էլ այն չէ, արագ դասընկերներն են վրա հասնում։ Մարին Արամին պտտեցնում է դասամիջոցին։ Արմենը ընկերներից հետ չի մնում, նա սայլակը ինքնուրույն կարողանում է կառավարել։ Զբաղվում են մինչև մայրիկը հասնի։ Ավելի համեմատած փոքրից կարողանում այնքուրուն գալիս է, բայց փոքրս չէ, հոգնում ա գլուխը քծում ա, լավ չի պահում գլուխը։ 30-ամյա Ալինան ամեն օր անտրտունջ գյուղական դժվար ճանապարհով տանում բերում է իր երկու որդիներին։ Անձրևների ձյան սեզոնին քարուքան ճամփան ավելի է դժվարանում։ Տեսնենք, միջև անձրևներ գալը կլցնեն այդ շեբիներով, գոնե փոսերի ջրերի մեջ չմտնենք։ Փոսերը գուցե լցնեն, բայց սա չէ Ալինային ուղակի քայքայման հասցնող հարցը։ Որդիների վիճակը օրեցօր է բարդանում, միթե չեն կարողանալու կանգնեցնել մկանների թուլացման պրոցեսը։ Արմենի ողնաշարը այս տարի արդեն թեքվեց։ Ու ինչքան ուզում ես գնա էրգոթերապիա, ֆիզիոթերապիա, այս կողմ են կողմ, հիվանդությունը իր ներսից, դրսից գործը անում է։ Այս էլի հիվանդությունից է։ Արամը գլուխը չի պահում, ոտքերը թույլ են, ձեռքերը նույնպես։ Տղան վերջույթները ինքնուրույն այս ու այն կողմ անել չի կարողանում։ Վիճակը վերջերս ավելի է բարդացել։ Այդ դեղը լինի, ինքը հնարավոր է բացումը լրիվ լինի, մկանները բացվի։ Ձեռքը այս տարի նայեք, իրան որ շատ ուզենում ես ուղես ցավում է, ցավը առաջանում։ Այս հիվանդությունը նենց հիվանդություն է, որ ամեն տարի իր վատ կողմը ինքը ցույց է տալի։ Ողնուղեղային մկանային ատրոֆիայով Հայաստանում 12 հոգի է ապրում, հազվագյուտ գենետիկ հիվանդություն է։ Տարբեր տարատեսակներ ունի, կան երեխաներ ծնվում են ու մահանում 1-2 ամսականում։ Մի խումբը առանց բուժման մնալով մահանում է մինչև 2 տարեկանում։ Երեխաներ կան, որոնց մոտ ախտանշանները ավելի ուշ են ի հայտ գալիս։ Նրանք հասցնում են մի քիչ քայլել, ապա առանց բուժման մնալով գամվում են սայլակին։ Նյարդամկանային այս հիվանդությունը սակայն այդ երեխային էլ հանգիստ չի թողնում։ Մկանային պարալիզ, որոշ դեպքերում մահ։ Առանց բուժման այդ երեխաների մոտ ի հայտ են գալու ծանր օրթոպեդիկ եւ շնչական խնդիրներ եւ կյանքի տևողությունը կարճ է։ Նյարդաբան Բիայնա Սուխուդյանը լավ եւ վատ լուր ունի։ Աշխարհն արդեն 9 տարի զբաղվում է այս հիվանդության բուժմամբ։ 3 դեղամիջոցներ են գտնվել, որ փոխում են գենի կառուցվածքը։ Այդպիսով բուժում երեխային։ Վատն այն է, որ մեր պետությունը անհաղորդ է կյանք փրկող այս միջոցների հանդեպ։ Ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ ընդունում։ Մենք հաստատ քայլելու ենք մեր հարևան հանրապետության ճանապարհով, թեկուզ եւ դա դժվար լինի եւ հաստատ հասնելու ենք նրան, որ այդ դեղը հասանելի լինի մեր բուժառուների համար։ Այլ ճանապարհ չկա։ Աշխարհում այս երեխաները բուժվում ու ապրում են պետության ֆինանսավորմամբ։ Մեր հարևանները Վրաստան, Թուրքիա, Իրան նույնպես լուծել են այդ հարցը։ Խնդիրն այն է, որ գենի կառուցվածք փոխող 3 դեղամիջոցներն էլ թանկարժեք են ու անհասանելի նույնիսկ զարգացած երկրներում ապրողների համար։ Նյարդաբան Սուխուդյանի խոսքով համեմատաբար մատչելի է Էվրիստի դեղամիջոցը։ Ողնուղեղային մկանային ատրոֆիայով ծնված այն պիտի ստանա ամեն օր ցմահ, կստացվի ամիսը 3-ից 6 միլիոն դրամ։ Այսօր հիվանդների թիվն ընդամենը 12-ն է նաև այն պատճառով, որ այս ախտորոշմամբ ծնվածները չեն ապրում։ Եթե մենք ունենանք բուժում, այդ երեխաները պետք է ապրեն, գլուխը չպահող երեխան կարող է քայլել։ Եթե դեղը Աստծո շնորհիվ, պետության շնորհիվ, նախարարության շնորհիվ կարողանանք ստանալ, ինձ թվում է թեկուզ հենակներով է կքայլենք։ Ալինայի համար ամենամսյա միլիոնները անհասանելի են։ Տան միակ աշխատողը ամուսինն է, ինքը 2 երեխաների խնամքով է զբաղված գրեթե 24-ժամյա ռեժիմով։ Միակ հույսը պետությունն է։ Ծանր է գիտակցումը, որ կա փոքրիկիդ փրկելու ճարը, բայց այն քեզ չի հասնում։ Ու դժվար է ծնողի համար, որ գիտես կա ու դու չես կարողանում, ամենադժվար բանը դա է։ Երեխեքին օգնելու։ Մեղավորության զգացումը մեղմելու համար ֆիզիոթերապիայի ու էրգոթերապիայի կուրսերը չի ընդհատում Ալինան։ Պետությունն այս հարցում մի փոքր օգնում է, բայց հիմնականում իրենց միջոցներով են երկարացնում կուրսը, միայն թե մեծ արդյունք չկա։ Արդյունք կլինի, եթե երեխաները այդ դեղը ստանան։ Նյարդաբան Բիայնա Սուխուդյանը վստահեցնում է, չի դադարեցնելու ջանքերը կյանք փրկող այս դեղամիջոցը պետպատվերի ցանկում ներառելու ուղղությամբ։ Ինչ ասի ծնողին, փրկության դեղը կա, բայց չկա։ Լավ բժիշկ բա հետո
Այսինքն դու ուզում ես ասես, բա հետո ինչ, ես էլ առաջարկելու բան չունեմ, ես ձեզ տվեցի տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությամբ ապրելը երևի ավելի դժվար է, քան եթե ծնող իմանար, որ բուժում չկա որևէ տեղ աշխարհում։ Առողջապահության նախարարությունն առայժմ ոչ մի ամոքիչ ասելիք չունի։ Տարեկան ծախսը, քանի որ ինչպես նշեցիք, այս դեղորայքը նոր ուրեմն սերնդի դեղորայք է, լինի միլիոնավոր դրամների ցավոք սրտի ծախս։ Մենք իհարկե հասկանում ենք, որ սա շատ մեծ բեռ է մեր բնակիչների համար եւ տարեց տարի ըստ հնարավորության եւ հաշվի առնելով պացիենտների թիվ, ուրեմն կյանքի վտանգ եւ այլն, ինչ որ հանգամանքներ հաշվի առնելով ընդլայնում ենք մեր շրջանակը։ Եկող տարվա բյուջեում այս հիվանդությամբ ապրողներին դեղորայքով ապահովելու մասին ոչինչ չկա։ Ցավոք սրտի դեռ առաջիկայում այսպես ծրագրված չունենք, բայց մեր առաջնահերթությունների մեջ է իհարկե։ Պահկավոչի, ֆուտբոլ, բռնացի, Երբ կխաղա, Արմենը մտածում է շուտով մայրիկի չարչարանքների ու դեղի գնի մասին գաղափար չունի։ Ամեն օր ես ստանում եմ իրանցից ջերմություն, իրանց մեկտան ուրախությունն, ամեն ինչը։ Ամեն ինչն է մերսա։ Ալինան չի տրտնջում, ճակատագրի վրա չի բարկանում, միայն մի քիչ հույս է ուզում Անահիտ Ավանեսյանից։ Մի օր կկարողանա նայել Արմենին, հետո Արամին ու ասել վեր կաց ու քայլի։ Ազատությունն աշխատելու է նաև վաղը լուսաբանելու էջմիածնում ընտրությունները, իսկ լրատվական կենտրոնում այսօր այսքանը կհանդիպենք։